Շնորհակալ ենք Աստծուն, որ շաբաթն անցավ մեր վրա են եւ մեզ հավաքեց, որպեսզի երգրբակենք ու փառավորենք իր սուրբ անունը։ Աղոթենք պատկամեն առաջ։ Շնորհակալ ենք Հայր այսօրվան համար, որ մեզ հավաքեցիր եւ խնդրենք, որ Աստծո սուրբ ոգիդ խորհուրդը քո իմաստությունով այդ միասին մեզի առաջնորդես քեզ մեր տեսնելու, քեզ մեր լսելու, քեզ մեր սորվելու, որովհետև դու ես մեր օրինակը, դու ես մեր կյանքը, դու ես մեր հոգին, դու ես մեր բրգիչը, օրհնի այս բահը Հիսուսյանով լսողներն ալոտնի հայրին, ամեն։ Դերոչը խոստին ընթերցման դերը բիդը լավելանս Մատյոսի 27-րդ գլուխ 45-րդ համարը։ Ավետարանս Մատյոսի 27-րդ գլուխ 45-րդ համարը։ Հետևյալը գարտանք։ 6-րդ ժամեն մինչև 9-րդ ժամը բոլոր երկրի վրա խավար եղավ։ Ժամը 9-ին ադենները Հիսուս մեծ ցայնով աղաղեց ու ասավ. Էլի էլի լամա սաբակտանի, որս էլ է Աստված իմ, ինչու զիս թողուցիր։ Անոնցմե ոմանք, որ հոն գայներ էին, երբ լսեցին ասին անդիգա եղյան կգանչե։ Շուտ մանոցմե մեկը վազեց, սպունգ մարավ, կացախով լեցուց ու եղեք մանցնելով դվավ անոր որբեսի խմե։ Մույսները ասին թող դուր, դեսնենք թե եղյան բիդիկա, ադիգա ասադելու։ Գրնալալու իմս է։ Երկրորդ հատվածը բիդելլա, ավետարանը սխուգասու, կսանիերորդ գլուխ, կարասունուչորորդ համարեն, ետնային, որ կեցավ տես դագավին աշխադի, կեցավ, ավետարանը սխուգասու, 20-րդ գլուխ 44-րդ համարեն։ Ժամը 6-ին ադեններն էր ու բոլոր երկրի վրա խավար եղավ մինչև իրիկման ժամը, արևը խավարեցավ։ Ու դաջարին վարակուրը մեջտեղեն բادرվեցավ։ Հիսուս մեծ ցայնով աղաղեց ու ասավ. Հայր, քու ցերկդ կավանտեմ իմ հոգիս։ Ու երբ այս ասավ, հոգին դվավ։ Այսօրվա մեր պատկամը ցավունիս ցավերու մասին է։ Հիսուս իր ունեցած ցավը բացականչեց, Մատյոսի մեջ բացականչեց։ Եվ ասավ Աստված իմ ինչու զիս թողուցիր։ Եվ Հիսուս դարձյալ մեծ ցայնով աղաղեց ու հոգին ավանտեց։ Ցավ մգա, մահացու ցավը, որ Հիսուս մեջ անցավ։ Իր ցավը իրեն բարձր ցայնով աղաղել դվավ։ Եվ գանչեց իր հորը, Աստված իմ, ինչու թողուցիր զիս։ Իսկ Ղուկաս ավետարանն ալգսե Հիսուս մեծ ցայնով աղաղեց ու ասավ. Հայր, քու ցերկդ կավանտեմ իմ հոգիս։ Ու երբ այս ասավ, հոգին ավանտեց։ Այսօր դու կյանքիդ մեջ ցավ ունեցած ես երբեք։
Ցավունեցած ես այն չափով, որ սկսել ես լալ, ցավունեցած ես այն չափով, որ գուզես կանչել այն Աստվածը, որ քեզի բժշկություն տա, եւ նաեւ պիտի գարտամ Սամոս 22:16 համարը։ Սամոս 22:16 Այս մեկը Հիսուսի համար եղած մարգարեությունն է, որ հետևյալը գսե, ինքը գխոսի։ Վասնզի շուները չորս կողմը սարին, չարերուն ժողովը զիս բադեց, ցերկերս ու ոտքերս ծագեցին։ 22:18 Իմ հանդերձներս իրենց մեջ կբաժնեն ու բատմուջանիս վրա վիճակ կցկեն, բայց թուն ով դեր մի հեռանար ինձ մե, ով իմ զորությունս, շուտով ինձ օգնության ասիր։ Իմ անձս սուրեն ազադե, ու կյանքս շանը ցերկեն, բրգեզիս արույձին պերնեն, ու վշտացած հոգիս մի եղջերուներեն, որ կնշանակե վայրի ցուլերեն։ Ով է խոսողը? Հիսուս է խոսողը։ Հետաքրքիր է, որ Հիսուս խոսի շուներու մասին։ Եվ ավետարանս Մատթեոսի 13-րդ գլուխը հետևյալը գարցանակրե։ Դասներու 38-ը Այնադեն թբիրներն ու փարիսեցիներեն ոմանք իրենեսին, վարդապետ, կուզեն քեզ մե նշան մատեսնել։ Հիսուս պատասխանեց, անիկա պատասխան տվավ ու անոնց ասավ, չարեր եւ շնացող ասկը նշան գուզե։ Որոնք են ասոնք նորեն, արձանագրված Սամոսին մեջի շուներուն մասին, որ գխոսի Աստված, չար եւ շնացող ասկը նշան գուզե, ուրիշ նշան պիտի չդրվի անոր, բայց միան Հովնան մարգարեի նշանը, քանզի ինչպես Հովնան 3 օր ու գիշեր գեցուգին փորի մեջ մնաց, այնպես որտի մարդո պիտի մնա երկրի սրդի մեջ 3 օր ու 3 գիշեր։ Ցավոնոցոներ Հիսուսի եկեք որովհետեւ ծեր ցավերը բժշկվին ինքը խաչապայտին վրա ցավը գրեց աղաչ եւ բացականչեց իր ցավին մեջ իր հորը կանչեց եւ ասավ հայերին քու ցերկերուտ կավանտեն իմ հոգիս վստահ էր որ իր հայր ամենան լավակույնը բիդներ իրեն եւ ուզեր իրեն հորը ցերկերու մեջ ավանտեր իր հոգին քան թե շնացողներուն ցերկինար նաեւ գարցանակրե անցերու հիվանդություններ եւ ցավեր որոնք փնտրեցին դերը որ բժշկվին Մատթեոս 8-րդ գլուխ Երբ լեռնեն վարի չավ շատեր թքացին անոր ետևեն, ահա փորոտ մի եկավ երկրպագություն գներ անոր ու գսեր դեր, եթե ուզես կրնաս իս մաքրել։ Հիսուս իր ցերկ երգնցնելով տվավ անոր ուսավ գուզեմ մաքրվե։ Եվ շուտ մանոր փորոտությունը մաքրվեցավ։ Հիսուսը ասավ անոր, սկույշ կեցիր, մարդու չսես, Հաբակնակեզ քահանային ծուծուր եւ Մովսեսին բادرած ընձանդուր անոնց վկայությունը լալու համար
Ով դեր հոսալ հիվանդ մոնիկ որ քեզի պիտի կա։ 5-րդ համար 8-րդ գլուխ։ Երբ Կապառնայում մտավ հայրաբեդ մի եկավ կովը գաղաչերանոր ու գսեր դեր ծարաստունա տամալուց վարգատ ճարը գտանչվի հոսալ լացով մգա ցավ ուներ քաշով մգա Հիսուսը սավանոր ես կուքամ զանիգա գպժիշկեմ Հայրաբեդը պատասխան տալով Հիսուսի սավ դեր եթե ես արժանի չեմ որդունիմ հարգիս տակ մտնես Միան խոսքովը տրամայ ու իմ զարաս պիտի բժշկվի Հիսուս Պետրոսին նունը կալով դեսավ որ անոր զոկանչը չերմեն բռնված մարգած էր Օսալ հիվանդ մգա որ Հիսուսի գարոդի անոր ցերկեն բռնեց ու չերմը տոդավ զանիգա անալ ոտքի ելավ ու անոնց սպասավորություն գներ Հայր ով քեզի գրնար ցերկ մերգնցնել քեզ բժշկելու խաչին վրա եղածադենը Կողմեց զատ մեկը չգար որ կողը դեր Եվ թունքուց ավիտ մեջը սիր հայր Իմ հոգիս կավան թեմքու ցերքիտ մեջ Երբ իրգուն եղավ ուրիշ հիվանդներալ պերիրեն թիվահարներ պերինանոր Խոսքով հանեց չարվոքիները և բոլոր հիվանդները բժշկեց Ժողովուրդը բժշկի պետք ունի ցավ ունի իր սրտին մեջը մտահոգություն ունի հիվանդություն ունի որ մեկը չկարող բժշկել բայց միան Հիսուս եւ եկան Փերին զանիգա եւ Հիսուս բժշկեց անոնց ցավ ունիս վազե բժշկին որ Հիսուսն է Ութերորդ գլուխ Մատթեոսի 30-րդ համար Անոնց մեր ու շատ խոզերու երամակ մգար որոնք կարած էին թևերը գաղաչեին իրեն ու գսեին եթե մեզ հանես հրամանուր մեզի որ երտանք խոզերուն երամակի մեջ մտնենք Գերեզմաններու մեջ երկու մարդիկ տարաբանքի մեջ էին աստևերեն Հիսուս բրգեց իրենք 9-րդ գլուխ 2-րդ համար իրեն անտամալույցը պերին որ մահիջի մեջ բարգած էր Հիսուս անոնց հավատքը դեսնելու վսավ անտամալույցին քաչալերու է որտյակ ու մեղքերդ քեզի ներված են Տբիրները անանքի ստացան Եվ որանսավ ու մեղքերդ քեզի ներված են Եվ անսին անիգա հայություն գնե Հիսուս անոնց խորհուրդները իմանալով վսավ ինչու սրտերնուտ մեջ չարպաներ գխորիկ Արցանակրած էր իրենց համար շուները սելով Որ ավելի թյուրն է Կու մեղքերդ քեզի ներված են ասելը Թե իր կալ է ասելը Բայց որվեսի կիտնակ թե որտի մարդու իշխանություն ունի երկրի վրա մեղքերու տողություն դալու այն ադեն անդամելուձին ասավ Ելիր մահեջը տար ու դունդ կնա Եվ անիգա ելավ ու իր դունը կնաց Ցավակար մներ բարգած էր չեր կնար որ անգոյն տուսելել Հիսուս բժշկեց իրեն Այսօր ցավոնեցողներու մասին եւ բժշկություններու մասին խոսենք Հիսուս է սկսյալ Բավական եղավ նորեն մի գար շարունակենք 9-րդ գլուխ 18-րդ համար Երբ անիգա անոնց հետ այս բաները գխոսեր հայ իշխան մի եկավ երկրպագություն գներան օրու գսեր Վարտաբեցավ մունիմ անանքիստեմ աղջիկստերը վս մինչև յոմ մերած է բայց եգուր ցերկը դանոր վրա տիրու բիդի աբրի Հիսուս ելավ ու իր աշակերտներուն հետ անոր ետևեն կնաց Եվ բժշկեց
Ահա 12 տարվա դերադեսկին մոդեցավ երևեն անոր հանտերցին կղանցքին տվավ կանզի իր մտքին մեջ կսեր միան անոր հանտերցին տպչին բիդի բժշկվիմ անհանգիստ վիճակ մոներ այստեղինը կամ օրորդը այս գինը մեկ ու գուզեր որեն բժշկություն դար տարիներ պնդրեց մեկը չկտավ որենց բժշկություն գրնադալ Բայց երբ Հիսուսի հանդիպեցավ, սա միան անոր կղանցքին տպնամ և բիդի բժշկվիմ։ Հիսուս երբ յետին դարձավ դեսավ զանիգավոսավ կաչել էր վե աղջիկ քո հավատքդ քեզ բժշկեց, կին նույն ժամուն բժշկվեցավ։ Ցավեր կյանքի մեջ, որոնք ուրախությամբ փոխվեցան, Իշխանին դունը պիտի մտնե Հիսուս։ Երբ Հիսուս իշխանին դունը հասավ, դեսավ փողահարները եւ խորոված բազմությունը ըսավանոց մեկ տիկացեք, վասնզի աղջիկը մեռած չէ հավագը կնանա։ Ոմանք կծաղրեին զանիգա, որոն կծաղրեին, Հիսուսի կծաղրեին։ Երբ բազմությունը դուրս խրգվեցավ, ներս մտավ անոր ցերքեն բռնեց ու աղջիկը ոտքի ելավ։ Այս լուրը բոլոր երկիրը դարածվեցավ։ Ճամփան երկու գույրեր հանդիպեցան անոր 27-րդ ամառ գաղաղագեին ու գսեին որ մեզի որտի տավտի որ մեզի երդուն ասավ գույրերեն եկան Հիսուս անոցսավ գհավադակ թե գրնամ այս բանը ցեզինել սինանոր այո դեր այնադեն անոնց աչքերուն տբավ ու սավ ծեր հավատքին բեսլա ցեզի անոնց աչքերը բացվեցան Այսօր տուն աչքերունից որ գույեն Այսօր գամ բաներ որ քեզի համար մտակնած են մտքիդ մեջ թե իրական աչքով չես կրնար տեսնել թե հոգեական աչքով չես կրնար տեսնել Տունգը պապակիս Հիսուսի երտալ որբեսի բժշկությունը ստանաս կհավատաս որ ինքը կգրնա քեզի բժշկել հոս բժշկեց քեզի ալ կգրնա բժշկել Քիչ մանտին թիվահար մարդ մը պերիներեն Երբ թևը ելավ համր խոսեցավ եւ ժողովուրդը զարմացավ ու գսեին թե Իսրայելի մեջ մնավ այսպեսի բան մտեսնված չէր Մարդը թե թիվահար էր անհանգիստ էր եւ թե ալ համր էր չէր գնար խոսիլ Թե թևեր ելան թե համր խոսեցավ Գույրերը դարաբանքի մեջ էին արևը եւ լույսը չէին գրնար զանազալել չէին տեսներ բայց Աստված անոնց սիրտը դեսավ եւ բժշկեց բացավ իրենց աչքերը որ տեսնեն թե ուր գաբրին Հիսուս իրկով գանչելով իր 12 աշակերտները Մատթեոս 10-րդ գլուխ անոնց իշխանություն տվավ բիղձ ոգիներով վրա որբեսի զանոնք հանեն եւ ամեն ցավ ու ամեն հիվանդություն բժշկեն Հիսուս արաքյալները ղրգեց, որբեսի ժողովրդին մեջ երտան, ինչ որ բիղձ ոգիներ կան հանեն եւ ինչ որ ցավակարներ կան անոնց բժշկություն տան, հիվանդներուն ալ բժշկություն տան։ Հիսուս տեսավ թե հիվանդները շատ են իրենքով։ Սրտի ցավ ունեցողները շատ են։ Մտահոգությունները, գույրերը, թիվահարները շատ են։ Կասկածամտությունները շատ են, հիվանդությունը շատ է, ուրեմն ինչն եմ աշակերտներուն զորությունը դամ թորտալ անոնք աշխատին եւ բժշկեն ասիվանները։ Այս աշխարհը պետք չունի այս տեսակ բժիշկներու, որ բժշկեն մեզ։ Պետք ունի, բայց ուր է հավատքը։ Դասնիեգրոտ գլուխ Մատթեոսի 22-րդ ամառ այնադեն գույր ու համր թիվահար մը պերին իրեն եւ զանիգա բժշկեց ասյալ թե գույրեր թե համրեր
Ոչ աշխարհը դեսած էր, ոչ ճամփան դեսած էր կյանքի մեջ։ Ցավ ուներ սիրտը։ Հիսուս խաչաբանին վրա ցավ ունեցավ, մեռնելու ցավ ունեցավ։ Ասոնք արդեն աչքերնին լման գույր է, արդեն հիվանդության մեջ է։ Համը դեսած չէ։ Եվ թիվահար է։ Եվ Հիսուս բժշկեց։ Եվ բոլոր ժողովուրդը զարմացած կսեին անոր արդյոք ասիգա է Դավիթի որդին։ Մատթեոսի 14-րդ գլուխ 23-րդ համարեն մի դիգարտը։ Աշակերտները արդոցուց որ նավը մտնեն եւ իր մե առաջ անտին գոմը անցնին, ինչեւ որ ինք ժողովուրդը արձակե, ժողովրդին արձակել են իդ ինք լեր ելավ առանցին աղոտ կնելու։ Երբ իրգուն եղավ հոմինագեր, իսկ նավը արդեն ծովուն մեջ տեղալի գոձության մեջ էր, բասն զիհովը հագարակ կողմեն գպչեր։ Գիշերվան 4-րդ պահուն Հիսուս թեպի նավը գնաց, ծովուն վրա են քալելով։ Հիսուս գնաց աղոթեց իր հորը։ Շնորհակալություն հայտնեց, ինչ աղոթեց չեմ գիտեր, բայց գիտեմ որ աղոթեց։ Իրեն հորը հետ հարաբերության մեջ մտավ։ Եվ աշակերտները արդեն ծովուն մեջտեղն էին եւ մեծ ալեգոցություն կար եւ Հիսուս քիշերով 4-րդ պահուն Հիսուս թեպի նավը գնաց ծովուն վրա են քալելով։ Ասիգա լսված եւ տեսնված չէր։ Քիշերով դարձես թե Հիսուս կգալե անաբադին մեջ են կամ լեռներու վրա են կամ բոյմեք հողամասի վրա են, բայց հիմա գկալե ճուրին վրա է։ Երբ աշակերտները մեկը դեսան, որ ծովուն վրա են գկալե, խռովեցան եւ ասին թե աչքերը ույտ մնե, վախտնալով կանչվրդեցին։ Աշակերտները հոս վախցան։ Հիվանդությունն սոները գվախտան, աշակերտներն երևույթ դեսան, վախցան, որովհետեւ երբեք մեկը չէին դեսած, որ ճուրին վրա են գրնակալե։ Ոչալ գրնային երևակայել, որ Հիսուս կրնար ճուրին վրա են կալել։ Եվ Հիսուս խոսեցավ անոնց ուսավ, կաչալերվեք, ես եմ մի վախնակ։ Հիսուս հերուին կիցավ, որ աշակերտները վախի մեջ են։ Եվ ուզեց իրենց հանգստացնել լսելով, որ ես եմ մի վախնակ։ Պետրոս պատասխան տալով անոր ուսավ, դեր եթե տուն ես հրամանները ինձի, որ քեզի կամ ճուրերում վրա են։ Պետրոս հավատքով ուզեց Քրիստոսի հետևիլ եւ ուզեց ճուրերում վրա են կալել։ Անա լսավ Եգուր շատ բարձ պատասխան։ Ուզեց որ Պետրոս ճուրին վրա են կալել Եգուր։ Երբ որ Հիսուս քեզի հրաման գուտա, տուն ճուրին վրա են ալգակալես, օթեն ալգակալես։ Քանի որ հրաման դվողը երկինք եւ երկիրը ստեղծող Աստված է։ Կարևոր չէ ինչ է բարակատ, կրնասն եթե ինքը հրաման դվա։ Անալսավ Եգուր Պետրոս անավեն իջավ ճուրոնու վրա են կալեց որպես Հիսուսը կողերտա։ Պետրոս կալեց ճուրոնու վրա են թե չի կալեց։ Կալեց։ Պետրոս երազի մեջ տեսեր որ ծովուն վրա են ինքը պիտի կալե։ Ոչ։ Ոչ հալգրնար երևակայեն։ Բայց քանի որ վարդապետը ասավ ես եմ մի վախնակ եւ ինքն տեսավ որ Հիսուս ճուրին վրա են կալե, համարձակեցավ հավատքով ասել որ դեռ ասել որ ես ալկալեմ, որ ես ալուրախ լամ քրեդեվետ կալու։ Եվ Պետրոս իջավ ճուրին վրա են կալե որ Հիսուս միան ասավ Եգուր
At մեկ խոսքը Պետրոսին ճուրին վրայեն քալել դվա։ Հովը սաստիկ ըլլալուն վախծավ։ Պետրոսը վախծավ։ Հոս է Պետրոսին սխալը։ Հոս է աշխարհի վրա մեր ապրած ատենը հոս է սխալնից։ Գվախտնանք։ Ինչ մի դլավ հա։ Ինչ կլագորինց։ Վախտան։ Սաստիկ է, ալեգոդժունը սաստիկ է, մտահոգությունը սաստիկ է։ Իմ անանկստությունս ես իմ քուքուս իմ ցերկով էսպերի Հիսուս, սկսա մտածել, որ ալիքները շատցան, կորձերը շատցան, մտահոգությունները շատցան, ուրեմն հավատքս պակսեցավ։ Հովը սաստիկ է։ Երբ սկսավ անգղմիլ, աղագեց ու ուսավ, դեր ազադեզիս, հա։ Հիմա ով գաղագ է, Պետրոսը գաղագ է։ Պետրոսը գաղագ է, մի խեղտվիմ հայերին, ճուրի մեջ մի խեղտվիմ, եթե տուն չպրնես, վերջացավ իմ կյանքս, վերջացավ։ Եվ Հիսուս շուտ մի իր ցերկը երգնցուց, բռնեց զանիգա ուսավ, թերը հավատ, ինչու երկ մտեցար։ Հանցանքը ինչ է։ Ինչու համար երկու մտքի վրա եկար ալեգոծություն եկավնի։ Հիսուս ալ աղագեց եւ իր հոգին հորը ցերկը հանցնեց։ Քանի որ մեզի համար մահացավ, մեր մեղքերուն համար մահացավ։ Հոս Պետրոսը երկու մտքի վրա եղավ, բորած կանչեց, աման ազատե իմ հայրիմ եւ ինչ հրավ Հիսուս։ Հիսուս շուտ մի իր ցերկը երգնցուց եւ բռնեց զանիգա ուսավ, թերը հավատ ինչ երկ մտեցար Պետրոս։ Երբ նա վելան հովը տատարեցավ, անոկորնավու մեջ էին եկան երկրբակություն ըրինանորուսին իրավցնե Աստծո որդի էստեր Հիսուս։ Հիմա գիտենք, որ ավելի վստահեցուցիր մեզի, որ Աստծո որդի ես։ Չեր փավեր իրենց կացած բոլոր հրաշքները, որ Աստծո ցերկով ըրած էին հիվանդներուն վրա փշկած, հիմա ձոմում վրային քալելը եւ Պետրոսին ընկղմիլը դեսնելով եւ Հիսուսի ցերկ երգնցնեց Պետրոսի վերցնելով դեսակ մը վստահություն արին հոգեգան զորություն մստացան որ եթե նեղությամբ մատնվին եւ գանչեն աղագեն Հիսուս մի ազատ է իրեն ասի է հարցը այսօրվա մեր conclusion-ը կոչելիքը Քրիստոսի վավերացումը իմ կյանքիս մեջ Աբացուցանեց, երբ որ Պետրոսը աղագեց, որ խեղդեմ, որ գանանք ստանամ, որ հայրիմ ցերկ երգնցուց եւ ազատեց։ Մեր կյանքի մեջ նույնը չի այսօրերուն։ Մտահոգվեցանք, անանկից տեղանք, քիշերը չգցանք կանանալ։ Ինձ գավադահե երբեմն չեմ գնա կանալ, մտքերս մտահոգություններ կան, հայրիմ, քիշերը գաղոտեմ, Դեր Հիսուս աս, նեղությունը ինձ մե վերցուր, խնդրեմ քեզ մե։ Երեք քիշեր եղավ նույնը, 2 ժամ չարչարվեցա։ 2 ժամ աղոթեցի, վերջի մեկ անգամ դերը խաղությունը դվավ, իր հզոր զորությունովը մեմ լալ դեսա որ քնացեր է։